Փառք Տիրոջը, սիրելի ժողովուրդ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, հույսով եմ, որ լավ եք, լավ հանգստանում եք ֆիզիկապես, բայց իհարկե ամեն բան իր տեղն ունի, դժվարություններ կան, բայց եթե ամբողջ պատմության մեջ մենք նման բան նույնիսկ Աստվածաշնչում չենք կարդացել այն իրավիճակի մասին, որ հիմա մոլորակը գտնվում է։ Ես իհարկե այսօրվա իմ խոսքը Աստծո օգնությամբ ծնվեց անցած կիրակի օրը մեկ անձնավորության խնդրանքով, որ խնդրել էր իր համար այդ հոգսի համար աղոթել։ Իհարկե հոգսեր ես հարցրեցի նոր մոտավորապես 70-ից 80 տարբեր հոգսեր 70-ից 80 հոգի խնդրել են, որ իրենց համար աղոթել եւ արտասահմանյան երկրներից եւ Հայաստանից տարբեր երկրներից խնդրել են աղոթել։ Մենք վերջում կաղոթենք իրենց հոգսերի համար։ Խնդրանքն է ընտանիքի համար աղոթք, խնդրանքն է հիվանդների համար աղոթք, երկրի, մոլորակի եւ ամենագլխավորը, որը անցած անգամ իմ վրա շատ մեծ ազդեցություն էր գործել, ես ամբողջ շաբաթ էլ միշտ հիշել եմ այդ հոգսի համար աղոթել եւ ծնվեց այսօրվա խոսքը քարոզը, որ մի անձնավորություն գրել էր, որ ես ապրում եմ Եվրոպայում երկար տարիներ, այնտեղի քաղաքացի եմ, Եվրոպայի քաղաքացի, բայց ուզում եմ տուն վերադառնալ։ Աղոթեք ինձ համար, աղոթեք մեզ համար, որպեսզի ճանապարհները բացվեն տուն վերադառնանք։ Այդ տեղից ծնվեց այսօրվա թեման, որ ես ուզում եմ ձեզ ասել։ Գիտեք, եղբայրներ եւ քույրեր, սիրելի ժողովուրդ, տուն վերադառնալ մենք Սուրբ գրքում էլ ենք կարդում, որ նույնիսկ ոչ միայն մարդը, քանի դեռ ֆիզիկապես ապրում է այս երկրի վրա, այդ ժամանակ է ուզում գալ եւ նույնիսկ Աստվածաշնչում կարդում ենք երկու տեղ եմ ես ուզում հիշեցնել, Ծննդոց գրքում կարդում ենք Աբրահամի մասին, Ծննդոց 25-րդ գլխում կարդում ենք Աբրահամի մասին, որ այսպես է գրված 8-րդ խոսքը, Ծննդոց 25 8-րդ խոսքը, եւ Աբրահամը աղեկ ծերությամբ ծերացած ու իր օրերը լեցված ավանդեց իր հոգին ու մեռավ եւ իր ժողովրդին խառնվեցավ։ Եվ ավելի պարզեցվում է Հակոբի ժամանակ այստեղ գրված է, որ իր ժողովրդին խառնվեցավ, տեղափոխվեց նաև մարմինը։ Ծննդոց 49:29 գլխում մենք 49 գլուխ 29 խոսքում կարդում ենք այսպիսի տողեր, ուզում եմ կարդալ։ Ծննդոց 49:29 խոսքում եւ պատվիրեց անոնց, այսինքն իր որդիներին Հակոբը պատվիրեց, ուսավ, ես իմ ժողովրդից պիտի խառնվիմ, իմ հայրերուս հետ այն այրին մեջ թաղեցեք զիս, որտեղ իր հայրերն են, այնտեղ թաղեցեք։ Եվ 50-րդ գլխի 12 խոսքում մենք կարդում ենք, որ իր որդիները Հովսեփի առաջնորդությամբ ինչ արեցին։ Հակոբին որդիները ըրին անոր ինչպես պատվիրել էր, եւ անոր որդիները Քանանի երկիրը տարին զանիկա ու թաղեցին զանիկա, 14 խոսք։ Հովսեփը իր հայրը թաղել են հետո, Եգիպտոս դարձավ ինքը ու իր եղբայրները եւ այն ամենքը, որ իրեն հետ իր հայրը թաղելու ելան։ Այսինքն մենք տեսնում ենք, սիրելի ժողովուրդ, որ առօրյայում էլ մենք պրակտիկայում գիտենք, որ պատվեր են տվել, կտակ են արել, որ երբ որ եղել են ծնողը օտար երկրում որդիներին խնդրել է, որ տարեք Հայաստան, տարեք իմ երկիրը, իմ հող ու ջրի, իմ գերեզմանոցում ինձ թաղեք։ Եվ նման բաներ դա Սուրբ գրքում էլ է գրված, եւ դա այնպես որ
մարդկությունը դա կատարում է։ Եվ մինչև բուն մտքին անցնելը ուզում եմ ուշադրություն դարձնենք Աստվածաշնչի այս խոսքերի վրա, որ գրված է ուրեմն Եսայա մարգարեության 13-րդ գլխում։ Եսայա մարգարեություն 13-րդ գլխում կարդում ենք այսպիսի տողեր, որ աշխարհնել է ասում այդ մասին։ Եսայա 13 ուրեմն 11 խոսք։ Ես պիտի պատժեմ աշխարհը իր չարությանը համար եւ ամբարիշները իրենց անօրության համար։ Հպարտներուն ամբարտավանությունը պիտի դադրեցնեմ եւ բռնավորներուն գոռոզությունը պիտի ցածրացնեմ։ Բռնավորներ, այսինքն բռնված չարության մեջ, եսի այդպես չարիքների մեջ բռնված մարդը պիտի ցածրացնեմ։ Եվ 14-րդ բանը, ուրեմն 14 խոսքի վերջում անոնց ամեն մեկը իր ժողովրդին պիտի դառնա եւ ամեն մարդ իր երկիրը պիտի փախչի եւ ով որ գտնվի պիտի կորսվի եւ ով որ գտնվի սուրով պիտի ինա, ամեն ազգ իր երկիրը պիտի փախչի։ Դա չէ, ես չեմ ասում, դա ասում է Աստվածաշունչ Մատթեանը։ Եվ այստեղ ես ուզում եմ ուշադրություն դարձնենք փախչել բառի վրա։ Ես մի քանի ամիս առաջ նորից ինձ մեծ անհանգստություն էր պատճառել փախչել բառը։ Փախչել մենք հասկանում ենք, սիրելի եղբայրներ եւ քույրեր, սիրելի ժողովուրդ, փախչել, այսինքն վատ տեղից դեպի լավը փախչել։ Փախչել կրակից, փախչել գազանի ձեռքից, փախչել գնդակից, որ գալիս է սպանելու, փախչել վատից դեպի լավը։ Եվ Սուրբ Գիրքը ասում է նաև փախչել ինչից, փախչել ինչ բանից, փախչել մեղքից։ Ես չեմ ուզում կարդալ այն տողերը, որը գրված է Ծննդոց 39:11-12 խոսքում, հավատացյալները, որոնք կարդում են Աստվածաշունչ, հիշում են, թե Հովսեփը ինչպես փախավ մեղքից, փախավ այդպես վատ ամբարո վիճակից, որը իրեն պատել էր, փախնել մեղքից։ Դա հերոսություն է, մարդը երբ որ փախնում է, որ պետք է հայոյի մարդուն դիմացինին, փախչում է դրանից։ Պետք է խփի, պետք է կռվի, պետք է վիճի, բայց փախչում է, չի ուզում դա կատարել։ Եվ նաև առաջի Տիմոթեոս 6:10-11 խոսքում կարդում ենք փախչել արծաթասիրությունից, փախչել արծաթասիրությունից։ Ուրեմն որքան վտանգավոր է այդ արծաթասիրություն կոչվածը, որ Սուրբ Գիրքը այսպես է ասում։ Առաջի Տիմոթեոս 6:10-ում կարդում ենք այսպիսի տողեր։ Առաջի Տիմոթեոս 6:10 ինչ է ասում Աստվածաշունչը մեզ բոլորիս։ Վասզի բոլոր չարություններուն արմատը արծաթասիրությունն է, որուն մեկ քանիները անձնատուր ըլլալով հավատքեն մոլորվեցան ու ինքնզինքին շատ ցավերով խոցեցին։ Բայց դու ով մարդ Աստծոյ, փախիր այս բաներեն ու գնա արդարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո, համբերության ու հեզության հետևե։ Ուրեմն արծաթասիրությունը մի իրավիճակ է մարդկային կյանքում, որ մարդը պետք է ուղղակի փախչի դրանից։ Գիտեք, մի շատ խելացի անձնավորություն էսպես է ասում. ուրեմն արծաթը, այսինքն փողը, եթե իշխեց մարդուն, ամենամեծ թշնամին է փողը մարդու համար, երբ որ իշխում է։ Բայց եթե մարդն է իշխում փողին, ամենագեղեցիկ ինչ որ գործողություն է, որ ինչքան գեղեցիկ է, երբ որ մարդը իշխում է փողին, նա կատարում է այդ փողով բարի գործություն անել, կարողանում է օգնել, կարողանում է սովածին, մերկին, հիվանդին հասնել այդ փողը, որ իր ձեռքում է գտնվում։ Եթե չլինի շատ դժվար է, բայց եթե կա օգնել, անել, որովհետև շատ գեղեցիկ է, երբ որ փողը մարդու ձեռքում գերի է լինում։ Իսկ եթե իշխում է, մենք տեսնում ենք ինչ ահավոր է
որ փողը մարդուն իշխում է, եւ Աստվածաշունչն ասում է փախիր դրանից, որովհետեւ դա չարության արմատ է։ Փողը սիրող մարդը, փողին գերի դարած մարդը հետևանքը կարող է լինել մարդասպան, կարող է ընտանիքը թողել, կարող է շատ ահավոր վիճակների մեջ լինել, որը Սուրբ Գիրքը նորից եմ կարդում այդ տողերը, որուն մեկ քանիները անznատուր ըլլալով հավատքեն մոլորվեցան ու ինքը զինքին շատ ցավերով խոցեցին։ Այստեղ եղբայրներ եւ քույրեր, ուշադրություն դարձնենք, որ դա վտանգավոր է եւ մարդը պետք է փախչի այդ բաներից։ Եվ փախնել այսօր եւս մենք տեսնում ենք փախնել հիվանդությունից։ Շատ անգամ կարող է լսենք նման արտահայտություններ, որ մենք հավատացյալ ենք, մեզ այս վիրուսը չի կպնի, քաջելնենք, սա ուղղակի, չգիտեմ, Աստվածաշունչը նման բան մեզ չի սովորեցնում։ Աստված մարդուն ստեղծել է եւ տվել է ազատ կամք։ Եվ քանի դեռ մարդը գտնվում է, մարդու հոգին գտնվում է այս մարմնի պատյանի մեջ, այս մարմնին Աստված տվել է զգացմունքներ, որ այդ զգացմունքները պետք է կատարվի։ Մարդուն տվել է ուտելու, քնելու, ման գալու, ընտրելու զգացմունք։ Եվ Աստված մարդուն տվել է ազատ կամքի զգացմունք։ Մարդը ինքն է որոշում բռնել դրախտ գնալու ճանապարհը, թե դժոխք գնալու ճանապարհը։ Մարդը ինքն է որոշում չարություն անել, ատել, հայոյել, կռվել, սպանել, թե բարի գործ անել եւ ապրել Աստծուն հաճելի կյանքով։ Մարդը ինքն է որոշում։ Եվ մարդը, որ ճանապարհը, որ կա իր կյանքում, ինքն է ընտրում։ Եվ Աստծո ստեղծագործության մեջ Աստված, որը ստեղծել է շնչավոր եւ անշունչ առարկաներ, արև, լուսին, աստղեր, կենդանական աշխարհ, ձկներ, թռչուններ, ինչ որ ստեղծել է Աստված, միայն մարդն է, որ տվել է ազատ կամք։ Եվ միայն մարդն է, որ մտնում է դատաստան, միայն մարդն է, որ կանգնելու է Աստծո առաջ դատվելու։ Մնացածը դատաստանի առաջ չեն կանգնելու։ Եվ մարդն է որոշում դուրս գա ցուրտ է, այդպես մրսի հիվանդանա, թե տակ հագնվի, ինքն է որոշում։ Մարդու մարմինը ենթարկվում է մարդուն, ինքն է որոշում գնա այդ վիրուսը ընդունի թե չընդունի, ուրիշ բան է, եթե իրեն ձեռքերը ոտքերը կապած այդ վիրուսը ներարկում են իր մեջ, դա արդեն ինքը անպարտ է, Աստված կպահի, բայց եթե ինքը իր եսով գնում է դրան, Աստվածաշունչն ասում է փախիր այդ բաներեն։ Փախնել բառը օգտագործվում է նաև Մատթեոս ավետարանի 2-րդ գլուխ 13 խոսքում։ Այստեղ մեզ շատ ծանոթ մի թեմայի մասին ուզում եմ ուշադրություն դարձնենք, մեզ շատ ծանոթ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկչի մասին։ 2-րդ գլուխ 13 խոսքում կարդում ենք այսպիսի տողեր. երբ սա այն պահն է, որ ծնվել էր մեր փրկիչը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, եւ ինչ կատարվեց, երբ անկե գացին անոնք, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևցավ Հովսեփին, ուսավ ելիր առ մանուկը ու անոր մայրը ու Եգիպտոս փախիր, հոն կեցիր մինչև ես քեզի ասեմ, քանզի Հերովդեսը պիտի փնտրե ու այդ մանուկը կորցնելու համար, անալ ելավ մանուկը ու անոր մայրը գիշերով առավ գնաց Եգիպտոս եւ մինչև Հերովդեսի մահը հոն էր, փախցրեց գնաց Եգիպտոս եւ ուրիշ տողեր փախնելու մասին կարդում ենք Ծննդոց գրքի 19-րդ խոսքում, Ծննդոց 19-րդ գլխում ենք կարդում, այստեղ նաև կարդում ենք
մի կարևոր միտք, որ ուզում եմ ուշադրություն դարձնենք, 15 խոսք Ղովտի մասին, առատու եղածին պես հրեշտակները արտորցուցին Ղովտը ասելով ելիր կինդ ու հոս գտնված երկու աղջիկը տար, որպեսի անօրենության մեջ չկորսվիս։ Այսինքն սա այն պատմությունն է աստվածաշնչյան, որ բոլորս գիտենք, ովքեր կարդում են Աստվածաշունչ, որ Սոդոմ Գոմոր քաղաքները պետք է այրվեր, որտեղ ապրում էր Ղովտը, եւ 17 խոսքում կարդում ենք շարունակության մեջ, ու երբ Զանոն դուրս հանեցին, մեկը սավ անձդ ազատելու համար փախիր, ետիդ մի նայիր եւ բոլոր դաշտին մեջ մի կայնիր, լերը փախիր, չլայ որ կորսվիս։ 21 խոսքը եւ ան ըսավ իրեն, ահա այդ բանին մեջ ալ քո աղաչանքդ ընդունեցի։ Այսինքն ես չեմ ուզում ամբողջ տեքստը կարդալ, ասում է կարելի է որ ինձ օգնեք փախնելու մոտակա քաղաքը եւ այստեղ շատ կարեւոր 21 համարը, որ այսպես ասում, ես սավ իրեն, ահա այդ բանին մեջ ալ քո աղաչանքդ ընդունեցի, որ այդ քաղաքը չկորսնեն, որուն համար խոսեց այդ։ Այսինքն Ղովտի խնդրանքը կատարվեց այդ փոքրիկ քաղաքը, որ կարող էր կորսվել, Ղովտին այդ քաղաքը տեղափոխելով այդ քաղաքն էլ պահպանվեց։ Արևը 23 խոսքում երկրի վրա կծագեր եւ Ղովտը Սեդոմ մտավ։ Այն ատեն Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ ու կրակ տեղած տիրոջ կողմանե երկնքեն։ Այն քաղաքները, որ բոլոր դաշտը եւ այն քաղաքներուն բոլոր բնակիչները ու երկրի վրա բուսածը կորսվեցավ։ Այստեղ մենք տեսնում ենք Սոդոմ Գոմոր քաղաքի կործանումը, բայց այն քաղաքը, որը տեղափոխվեց Ղովտը, այդ քաղաքը Աստված պահպանեց։ Ճիշտ այդպես էլ Աստված կարող է պահպանել այն ինքնաթիռը, որտեղ կա Աստծո մարդ այդ ինքնաթիռում։ Կարող է պահպանել այն շենքը, որտեղ ապրում է Աստծո մարդը։ Կարող է պահպանել։ Մենք չգիտենք ինքը հավատացյալի անուն է կրում, թե իրոք Աստծո մարդ է։ Չգիտենք։ Կարող է անունը կրել Աստվածապաշտ, բայց ինքը դա չլինի։ Դրա համար Աստված պահում է այն երկիրը, որտեղ Աստծո զավակներ կլինեն։ Աստված պահում է այն նավը, վերջապես այն ինքնաթիռը, ինչպես ասվեց, այն վայրը, որտեղ Աստծո զավակներ կլինեն։ Դրա համար այս քաղաքը Աստվածաշնչում կարդում ենք, որ պահպանվեց։ Եվ ամենագլխավորը, որը ես խոստացա ասելու, որն է ամենագլխավորը, որ ուզում եմ ասել։ Ամենագլխավորը իմ մտքում մի բան գոյություն ունի, որ հենց սկզբում ես ասեցի, որ ինձ շատ անհանգստություն, շատ պես մտածելու տեղ է տվել մի անձնավորության գրված, որ ասել է աղոթեք ճանապարհները բացվեն, տուն վերադառնամ, աղոթեք ինձ համար, չնայած ինքը այնտեղի քաղաքացի էր։ Եվ այդ տողերը ուզում եմ ուշադրություն դարձնենք Աստվածաշնչում։ Աստվածաշնչում նման միտք կարդում ենք, տեսեք ինչ է գրված, 4-րդ թագավորաց 19:35-37 խոսքերը, 4-րդ թագավորաց 19-րդ գլուխ 35-ից 37 խոսքերը, եւ նաեւ Աստվածաշնչում նույն խոսքերը գրված է մարգարեության մեջ, Եսայի մարգարեության մեջ, այդ նույն միտքը ոչ մի տարբերությամբ ես նույնությամբ կարդում եմ եւ 4-րդ թագավորության 19-րդ գլուխ 35 խոսքը, Եսայա մարգարեության 37-րդ գլուխ 36 խոսքից։ Ու այն գիշեր Տիրոջ հրեշտակը ելավ եւ Ասորեստանի բանակին մեջ 185,000 մարդ զարկավ։ Երբ առատուն կանուխ ելան, ահա անոնց ամենքը մեռած մարմիններ էին։ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը
չվեց գնաց ու դարձավ Նինվեի մեջ նստավ, երբ անիկա իր Աստծոյն փոքրատարով, կուրքին այսինքն, Նեսրագին տանը մեջ երկրպագություն կներ, անոր որդիները Ադրամելեքն ու Սարասարը Զանիկա սրով զարգին ու Արարատի երկիրը փախան։ Անորտեղ անոր որդին Ասորդան թագավոր եղավ։ Եվ նույն խոսքերը կարդում ենք Եսայա մարգարեության 37-րդ գլուխ 36 խոսքում։ Եվ Տիրոջ հրեշտակը ելավ եւ Ասորեստանի բանակին մեջ 185,000 մարդ զարկավ եւ նույն խոսքերը շարունակություն ուղղ, երբ անիկա իր Աստծոյ Նեսրադին տան մեջ երկրպագություն կներ։ Ես արագ ուզում եմ ավարտել։ Անոր որդիները Ագամելեքը ու Սարասարը Զանիկա սուրով զարգին ու Արարատի երկիրը փախան եւ անոր տեղ անոր որդին Ասորդան թագավոր եղավ։ Արարատյան երկիրը փախան, Արարատյան երկիր։ Աստվածաշնչում այս երկիրը հենց Հայաստանն է։ Մենք չենք կարդում, որ իրենք սուրհանդակներ ուղարկեցին Արարատյան երկիր իմանալու, արդյոք վտանգ չի սպասվում իրենցը, որ փախան այդ երկիրը։ Ոչ միտեղ չի գրված։ Գրված է, որ փախան Արարատյան երկիր, վտանգից փախան դեպի բարվոք վայր, բարվոք երկիր։ Ուրեմն այդ ժամանակ երևի տեղեկություն ունեին, որ Արարատյան երկիրը խաղաղ վայր էր։ Արարատյան երկիրը մի երկիր էր, որ իրենք վատից փախչում էին դեպի լավը։ Սիրելի ժողովուրդ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, չգիտեմ, ես իմ կարծիքն եմ ասում, որ այսօր մեր երկիրը այդպես խաղաղ երկիր է, որ այսօր ինչ ուզում է լինի, ես շատ եմ լսել այդ մասին, որ ուզում ենք տուն վերադառնալ, ուզում ենք մեր ընտանիք վերադառնալ, երկիր վերադառնալ։ Եվ երբ որ ազգը իր երկիր է գնում, դա նորմալ է կարծես, իր հողու ջուրը, իր լեզուն, իր ազգակիցներին, իր գերեզմանոցը, բայց երբ որ այլ ազգիներից ենք լսում, շատ անգամ ենք լսել եւ արտասահմանյան երկրներում եւ մեր երկրում, որ ձեր երկիրը, հայոց երկիրը հանգիստ է, հայոց երկիրի մթնոլորտը մի տեսակ խաղաղ է, եւ դա արդեն դրա մեջ կա արդեն մի կարևոր գաղտնիք։ Գաղտնիքը նրանում է, որը անտեսանելի է, որը չի երևում։ Եվ օրինակներ եմ ուզում բերել, որ անտեսանելի է, չի երևում, բայց մարդու զգացողության մեջ, մարդու շնչելու, արտաշնչելու եւ տրամադրության մեջ դա տեսանելի է։ Ինչպես է դա լինում, որը կոչվում է մթնոլորտ, ինչպես է դա կատարվում։ Մենք կարող ենք տարբեր մթնոլորտների մեջ լինել։ Մարդը լինում է թաղման մթնոլորտի մեջ, որը մռայլ է, որը մարդ չի ուզում այդպես երկար մնալ այդ մթնոլորտի մեջ, որը կարծես ինչ որ օդը չի բավարարում իրեն, շատ ծանր է այդ մթնոլորտը, կարծես իրեն ոչ մեկը ճնշում չի գործադրում, չի վատ բան ասում, բայց այդ մթնոլորտը այդպիսին է։ Կա այդպես կռվողների մթնոլորտ, որոնք կռիվներ են անում, բամբասում են, դատում են, քննադատում են, նման մթնոլորտ։ Կա հարբեցողների մթնոլորտ, կա բամբասանքիների մթնոլորտ, որոնք հավաքվում են սուրճի սեղանին ու սկսում են սրանից նրանից եւ կարծես դրանով հագենում են նման մթնոլորտ։ Կա թուղթուկ իրանողների, բախտակուշակներու, կալդունների մթնոլորտ։ Եվ այդ բոլորը բացասական մթնոլորտներ են։ Եվ կա դրական մթնոլորտ, որ մարդիկ հանդիպում են իրենց սիրելիներին
Եվ մթնոլորտը երջանիկ, ուրախ է լինում։ Հավաքվում են իր զավակներով, իր ծնողներին է հանդիպում։ Մթնոլորտը մի տեսակ ամեն րոպեն ուզում է այդ րոպեն ուշ անցնի։ Կարծես թե ուզում է երկարի այդ գիշերը, որը միասին պետք է նստեն ու զրուցեն, չեն ուզում քնել, ուզում են այդ մթնոլորտը շարունակվի։ Դա առօրյայում մարդու բնականon կյանքի մթնոլորտներ են։ Եվ կամ մթնոլորտ, հոգևոր մթնոլորտ։ Ես հիշում եմ, այդպես տարիներ առաջ ինձ հարցրեցին, ասին, ինչ մթնոլորտ է դա, ինչ հաճույք ես զգում դու երիտասարդ լինելով, տատիկների հետ միասին աղոթք ես անում։ Ինչ ես զգում, ինչ զգայրաններ է քո մոտ։ Ասում եմ, դա ես չեմ կարող քեզ բացատրել, դա զգացմունք է, դա մթնոլորտ է, որը ընդհանրապես այդ մթնոլորտի ժամանակ դու քեզ զգում ես երջանիկ, զգում ես ուրախ։ Եվ այդ մթնոլորտը կա մեր հայոց երկրում։ Ինչի համար։ Ինչի համար է տարբեր այդ մթնոլորտը։ Այս մի փոքրիկ երկիրը, մեր տունը, չնայած նայում ենք հզոր մեծ երկրներին, շատ փոքրիկ է, բայց այդ մթնոլորտը կա մեր երկրում։ Կարող է մի քիչ էլ աղքատ է, կարող է նեղություններ կա, բայց մթնոլորտը կա։ Դա նրանից է, որովհետև շատ աղոթողներ կան։ Դա նրանից է, որ մեր Աստվածաշունչ Մատթեանը մեր պապերը թարգմանությամբ այսպես են անուն դրել Աստվածաշունչ, Աստծաշնչով գրված։ Դա նրանից է, որ այս գրքի շատ հեղինակներ, որոնք անհայտ են, ինչպես անցած անգամ էլ ես ասեցի, նրանք հայտնիները, որոնք հայտնի են, նրանք երբեք չեն մտածում, որ իրենք են գրել։ Նրանք ասում են, մենք չենք գրողը, մեզ ասվել է, հոգին ասել է, թելադրել է եւ մենք գրել ենք։ Դա նրանից է, որ մեր ազգը միակ ազգն է եղել, որ քրիստոնյա մնալու համար մեր պապերը նահատակվել են, այրուն են թափել Հիսուս Քրիստոսի անունը դավանելով։ Դա նրանից է, որ շատ քրիստոնյա երկրներ կան, շատ ազգեր կան, որ քրիստոնյա բառը իրենց կողքին այդպես գեղեցիկ չի հնչում, ինչպես հնչում է հայ անվան կողքին, հայ քրիստոնյա ես դու։ Շատ բաներ կան, որ կարելի է ասել, որ կապված է մեր ազգի հետ, որոնք Հիսուսի անունը շուրթերին նահատակվել են։ Այսօր մենք ենք ապրում այս մարմնի պատյանի մեջ, այսօր մեր հերթն է մոտիկ լինելու Տիրոջը։ Մոտիկ լինելու Տիրոջը դա երբեք ու երբեք կախված չի մարդկային կարգ ու կանոններից։ Թույլ կտան, թույլ չեն տա, այսպես կարվի, այնպես կարվի։ Մենք միշտ պետք է հիշենք, որ պետական կարգ ու կանոնը, որը մարդկության համար է դրված, դա պետք է մարդը, քրիստոնյա մարդը պահի ազնվորեն, սրբորեն։ Ես այդ լոզունգը, որը ամեն անգամ կարդալուց ուղղակի մի տեսակի մոտ առաջանում է ավելի մեծ սեր բժիշկների նկատմամբ, որ այդ լոզունգը գրված է, որ մենք աշխատում ենք ձեզ համար, դուք տանը մնացեք մեր համար։ Գիտեք, մենք տանը մնում ենք եւ աղոթում ենք մեր սիրելի բժիշկների համար։ Աղոթում ենք մեր երկրի համար։ Աղոթում ենք տուն վերադարձողների համար։ Աղոթում ենք, երևի էլի ավելացավ 70-80-ներ, կարող է ժամանակահատվածում ավելի շատ անուններ ուղարկվեցին, որոնց համար, որոնց ընտանիքների համար աղոթում ենք եւ այսօր պետք է աղոթենք։ Աստված օգնի մեզ, սիրելի ժողովուրդ, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Քրիստոնյա կյանքը
ոչ թե անունով է, այլ ապրելով է։ Քրիստոնյան պետք է իր ապրած կյանքով կարողանա փրկել ուրիշներին, փախչել մեղքից, փախչել արծաթասիրությունից, փախչել հիվանդություն տարածելուց, փախչել։ Դրա համար մենք պետք է լավ հասկանանք Աստվածաշունչը։ Աստվածաշունչը մեզ մոտեցնում է մարդկությանը, ոչ թե անջատում է, այլ ոչ թե մեկուսացնում է, ավելի ու ավելի սիրել է տալիս քո երկիրը, քո ազգը, քո ժողովուրդը, քո մոլորակը, որ Աստված ստեղծել է, քո բնությունը, քարն ու թուփը, ծովն ու օվկիանոսը ավելի սիրել է տալիս, ավելի սիրված ես լինում դու աշխարհի կողմից, որովհետև սիրում ես այն ստեղծագործությունը, որ Աստված ստեղծել է մարդկության համար։ Գանք աղոթքով Աստծո առաջ,